ըստ էության վերդիկտը հրապարակվեց, շատ կարճ մի հարցադրում էր, դուք շատ եք վիրավորված Սամվելից Վարդանյան։ Չեք խոսում։ Ինչ։ Չեք խոսում, շատ եք վիրավորված Սամվելից Վարդանյան, պարոն։ Իսկ դուք վիրավորված չեք լինի։ Ես հարցը ձեզ եմ ուղղում, ըստ էության Ես էլ վերադարձնում եմ ձեզ։ Դուք վիրավորված չեք լինի։ Պարոն Ասլանյան, դուք գոհ եք այս վերդիկտից։ Մեկը անմեղ, մեկը մեղավոր։ Դա դատավորն է որոշում։ Դուք ինչ կարծիքի եք։ Ես կարծում եմ, որ դատարանը օրենքի սահմաններում ճիշտ որոշում է կայացնելու։ Մյուսի դեպքում անմեղ է ճանաչել, դեռ պարզ չէ, որ արարքի համար, բայց մեկով մեղավոր է ճանաչում, մյուսով անմեղ։ Դե ամսի 14-ին էլ կպարզվի ամեն ինչ։ Ամեն դեպքում Սամվել Վարդանյանը ձեզ հետ ավելի վատ վարվեց, քան ԿՊ-ն։ Այսպես տամ։ Ով ձեզ ասաց։ Հարց եմ ուղղում։ Ոչ։ Ձեզ պաշտպանելու համար քաղաքական իշխանությունները ըստ էության իրավապահ համակարգը Սամվելին այսօր հասցրեց դատարանի առաջ, բայց ԿՊ-ն ձեզ խայտարակ արեց, դատարանի առջև Սամվելը ինքն է իրեն տարել։ Ոչ մեկը նրան չի տարել դատարանի առջև, մարդը իր արարքների համար է պատասխան տալիս։ Իսկ ինչ վերաբերվում է իմ քաղաքական մոտեցումներում, դա նրա հետ մի կապեք, դրանք տարբեր հարթություններ են։ Պարոն Ասլանյան, ինչու դուք քաղաքացի Սամվել Հակոբ Ասլանյանի դեմ էր բողոքում կամ իր բողոքը արտահայտում, այլ իշխանության ներկայացուցիչ։ Սիրելիներս, իշխանության ներկայացուցիչը ով է, ոչ մեկը իրավունք չունի դիմացինի արժանապատվությանը կպնելու։ Հիմա այս ամենից հետո ներողություն։ Ես երբեք որևէ մեկին չեմ պաշտպանում այդ ձևով, ես պաշտպանում եմ արդարությունը։ Այդ արդարությունը պաշտպանելու համար ինչու չեք դիմում Արփինե Սարգսյանին, ՆԳՆ նախարարին, դատախազին, որպեսզի Սամվել Վարդանյանին խոշտանգողներին էլ պատժեն։ Բա անձին հետո տանում են ձերբակալված անձած սպանման վայր, խոշտանգում են սարսափելի ձև։ Ինչու նույն ջանասիրությունը չեք ցուցաբերում։ Հարցը չեք տանում այն դաշտը, որտեղ դա իմ պատասխանը չի։ Դուք ասում եք արդարության համար եք անում, ինչու։ Այնինչ Ինչ ինձ հետ է կապնված, ես դրան եմ պատասխան տալիս։ Այո, հիմա ձեզ հետ էր կապած, ձեզ վիրավորելու համար անձին ձերբակալում են, ճանապարհին խոշտանգում։ Ինչու նույն ջանասիրությունը չեք ցուցաբերում խոշտանգողներին պատժեն։ Ինքը թող ցուցաբերի, թող ես ժամանակին ասել եմ, դուք ինչի եք նորից այդտեղ տանում։ Դուք ինչու եք իզուր տեղը պրովոկացիա սարքում։ Ես պարտավոր չեմ նրա շահերը պաշտպանելու։ Ես իմ շահերն եմ պաշտպանում։ Ես արդարությունը, ես չհասկացա։ Հենց այդպես չհասկացա։ Ընկնեմ Երևանով 800,000-ին ումը մի բան լինի, ընկնեմ շահերը պաշտպանեմ։ Այստեղ փաստ է մեկ բան, փող կապած։ Դուք սխալ եք խոսում։ Ես ամեն մարդ պաշտպանությունը, արդարությունը պահում է իր համար։ Ես արդարություն եմ պահել եւ պարտավոր չեմ ամեն մեկի հետևից գնալ նրանց արդարությունը պաշտպանել։ Կներեք, մի քանի օր առաջ այդպիսի բան եղավ քննարկման, որ ասացին ինչու Տարոն Մարգարյանին կողմ քվեարկեցիք։ Դա արդար էր։ Իմ Այո, ձեր եւ Հովիկ Աղազարյանի կողմից արված այդ քայլը արդար էր։ Իսկ արդար էր, որ իրանք 34 հոգով մարտի դաշտից փախան, չեկան, այ եթե իրենք գային դեմ քվեարկեին, համոզված եղեք ես դեմ կքվեարկեի, բայց իրենք չեկան, 34 հոգի թողնում փախնում է, կռիվ չի տալիս իր իրավունքների համար, ես պետք է կռիվ տամ։ Բայց իրենց քվեարկությունը որևէ Իսկ իմ քվեարկությունը որևէ դեր է խաղում։ Կներեք Մենք վերադառնանք հայտնի այսօրվա որոշմանը։ Հաստատի, պարոն Ասլանյան, ձեզ հետ միջազգային ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա։ Վերջացավ գնաց։ Ինչ ուզում է լինի, ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա։ Հիմա ԿՊ-ից եք շատ վիրավորված։ Ես ԿՊ-ից ընդհանրապես վիրավորված չեմ։ Չեք հավատում, ես մի առիթով իմ հարցազրույցներում ասել եմ, ես ԿՊ-ից ինչ հայտարարեցին։ Այդպես չէ, կներեք, ես ԿՊ դա ձեր որակումն է։ Հանրությունը այդպես չի տեսնում։ Ուզում եք ձեզ ասեմ, ես ասել եմ, ես շնորհակալ եմ ԿՊ-ից, որ Ասլանյանին վերադարձրեց Ասլանյանին։ Իհարկե։ Հարգելի լրագրողներ,